Ողջույն, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին, այսօր մենք կզրուցենք Ղարաբաղյան հակամարտության մասին, ավելի դրա ռազմական կոմպոնենտի մասին, իսկ եթե ավելի մանրամասնեմ, ապա այս օրերին շփման գծին մոտ, բավականին մոտ Ադրբեջանի կազմակերպած հերթական զորավարժությունների մասին, ողջույն Սերգեյ։ Մենք կարող ենք ասել, որ այս զորավարժությունները, որ Ադրբեջանը սկսել է նոյեմբերի 12-ից եւ մինչեւ 18-ը պիտի շարունակվի, 94-ի մայիսյան զինադադարից ի վեր ամենամասշտաբայինն են, թե չենք կարող ասել, որովհետեւ եթե մենք հավատանք ադրբեջանական տվյալներին, մենք չենք կարող դա ճիշտ գնահատել, բայց խոսք է գնում 60,000 զինվորականի, 50 ուղղաթիռ ինքնաթիռի, 150 տանկի եւ 700 հրթիռականետային համակարգերի մասին։ Եթե հավատանք այդ ինֆորմացիային, ապա այդպես է, որտեվ փաստացի այդ թվերը նշանակում են, որ ամբողջ մարտունակ եւ ոչ միայն ցամաքային եւ օդային ուժերը, այլ նույնիսկ ասենք ռազմածովային ուժերը այս կամ այն ձևով մասնակցում են այս զորավարժություններին։ Մյուս կողմից նաեւ մենք պիտի հասկանանք, որ իրականում արդյոք դա իսկապես զորավարժություններ են, թե դա պարզապես նաեւ քաղաքական եւ ռազմական, ասենք ճնշման էլեմենտներից մեկն է, դա մի քիչ տարբեր, որովհետեւ Ադրբեջանը միջև վերջերս, ասենք մոտ միջև 2-3 տարի առաջ ի վիճակի էր կազմակերպել մաքսիմում ինչ-որ բրիգադային մակարդակով զորավարժություններ։ Այս դեպքում, երբ որ դա խոսքը գնում արդեն 60,000, այսինքն դա գնում է նորամասում 2-3 կորպուսների մակարդակով զորավարժություններ պիտի լինեն։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ի վիճակի է նմանատիպ զորավարժություն անել, բայց քանի որ նաև նպատակը այս զորավարժությունները, ինչպես նաև հակառակ, ասենք, շփման գծի հակառակ կողմի մենք երբ որ նմանատիպ զորավարժություններ ենք անում, դա նաև հոգեբանական եւ քաղաքական դեմոնստրացիա, ապա նշվում են բոլոր հնարավոր թվերը։ Իրականում ես կարծում եմ, որ մենք կարող ենք խոսենք մաքսիմում ինչ-որ բրիգադաների մակարդակով զորավարժություններին, բայց ասում են պատրևոգի բավականին մեծ քանակով ասենք ստորաբաժանումներ եւ ուղղել են դեպի զորավարժության տեղեր եւ նաեւ մենք գիտենք որ շփման գծում նմանատիպ ասենք լարվածություն կա, որը որ իր ասենք այդ տրամաբանությունով շատ հասկանալի է։ Այո, եւ դա պայմանավորված է եւ ընդհանուր, ասենք, post-ապրիլյանի իներցիայով եւ այդ վերջի հայկական զինատեսակների դեմոնստրացիա, միգուցե դա նաեւ Իսկանդերների եւ ոչ միայն Իսկանդերների եւ ամենակարևորը հիմքային այն պատճառը այն է, որ Ադրբեջանի քաղաքական եւ ռազմաքաղաքական էլիտան եւ հասարակությունը միշտ դրանով ցույց են տալիս, որ նրանք համաձայն չեն այս այդպես կոչված ստատուս քվո իրավիճակի։ Նրանք դա տարբեր ձևով են անում, ապրիլին դա ասենք ցածր կամ միջին էսկալացիայի ասենք ձևով դա մենք տեսանք, մյուս ժամանակները դա սահմանային միջադեպերի, երբեմն քաղաքական դեմարշների եւ շատ հաճախ նաեւ այս քաղաքական դեմարշները փորձում են նաև ավելի վստահություն տալ, ասենք ռազմական ուժի, տեխնիկայի եւ մտադրությունների դեմոնստրացիա։ Սերգեյ, իդեպ խոսեցինք ղեկավարության մասին, թե ինչ են նրանք ուզում, սա փաստորեն նաև ուժի ցուցադրություն է եւ նաև Ալիևն է ժամանել Ֆիզուլի, գիտենք որ Ֆիզուլի մի հատվածը Ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ է, մյուս մասը Ադրբեջանի եւ նա հիշեցրել է Լելեթեփեն այն բլուրների համակարգն է, որը ապրիլյան պատերազմում փաստացի Ադրբեջանին հաջողվեց գրավել, վերցնել մի մաս, այո, գրավել, վերցնել Ղարաբաղյան կողմից։ Ինչ ես կարծում, մենք ճիշտ է, ես հասկանում եմ, որ այս հարցը եթե ինձ տային լրագրողները, ես մի քիչ զարմանքով կվերաբերեի, բայց ես որպես լրագրող հիմա ձեզ եմ այս հարցը տալիս, նոր պատերազմի հավանականությունն ինչքան է։ Հասկանալով, որ այս հարցին մի քիչ դժվար է պատասխանել։ Դժվար, մի կողմից դժվար է, բայց քանի որ դա լրագրողական հարց է, ապա ես նույն ձևով պիտի պատասխանեմ։ Հավանականությունը կա։ Հավանականությունը կա, բայց այստեղ ես պիտի որպես փորձագետ բացեմ մի քիչ, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մնում է մոտավորապես նույնը, ինչպես որ դա եղել է մինչև ապրիլյան իրադարձությունները։ Կա, բայց այդքան էլ բարձր չի։
Ինչ վերաբերում է ցածր եւ միջին մակարդակի էսկալացիայի, ինչպես ապրիլյան, մի քիչ ավել, մի քիչ ցածր, ապա դրա հավանականությունը ավելի աճել է, քան մինչեւ ապրիլ։ Այսինքն մենք այստեղ մի քիչ թվում է թե տարօրինակ, բայց մարդիկ, որոնք որ զբաղվում են ռազմաքաղաքական կամ ռազմավարական հարցերով, հասկանում են, որ ասենք ինչքան էլ հեշտ ձևով փորձես պատասխաներս, եթե նույնիսկ քո վրա դա վերցնես, պիտի այդ փակագծերը բացես։ Լայնամասշտաբ պատերազմը հավանականություն ես կասեին նույնը կամ նույնիսկ նվազել է, որտեղ հասկանալ է եւ Ադրբեջանը նաեւ ապրիլից հետո հասկացավ, որ պատերազմի գինը աճել է։ Բայց մյուս կողմից նաեւ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը համենայնդեպս հույսեր կարա ունենա, որ ինքը ի վիճակի կլինի ինչ որ էսկալացիայի գնալ, այդ էսկալացիայի դոմինանս, ոնց որ ասում են, պահպանել, հույս ունենալով, որ ինքը կարա ինչ-որ ռազմաքաղաքական հարցեր լուծել, միջև այն աստիճանը, երբ որ հայկական կողմերը ստիպված կլինեն կամ ցանկանան, ասենք, ինչ-որ հակառակ հարվածներ, ասենք, զսպման այդ հրթիռային միջոցներ, ասենք, օգտագործել, որոնց հետո հասկանալի է, որ լայնամասշտաբ պատերազմը կլինի անխուսափելի։ Այդ խնդիրը կա եւ մեր նպատակները նաեւ մեր ռազմաքաղաքական ղեկավարության եւ Հայաստանում եւ Արցախում պիտի նաեւ լինեն ուղղված այս խնդրի ինչ որ պատասխաններ գտնել, որովհետեւ Իսկանդերների եւ այլ զինատեսակների ներկայությունը շատ կարեւոր եւ շատ ես կասում դրական հանգամանք ռազմական բալանսի եւ լայնամասշտաբ պատերազմի նվազեցման առումով, բայց մենք այո եւ հատկապես զսպման, գիտեք, այդ թեմայով զբաղվել, բայց դրա հետ մեկտեղ նաեւ միշտ ստեղծում են նոր ինչ որ մարտահրավերներ, նոր իրավիճակ, նույնպես հնարավոր հակառակորդը շատ լավ հասկանում է իր սահմանափակումները եւ փորձում է օգտագործել այն հնարավորությունները, որոնք որ ստեղծում եւ դա մշտական գործընթաց է։ Սերգեյ, ուրեմն երկու շատ հակասական բանի մասին եմ ուզում հարց տալ։ Տեսեք, ապրիլյան պատերազմից հետո հայ հանրությունը խոսում էր, որ մեր զինվորները փամփուշտ չունեին եւ սկսեցին բահով կռվել ադրբեջանցիների դեմ, ինչը մի քիչ թե շատ տեղյակ գործից մարդկանց համար, գուցե սա ազդեցիկ է այս ամեն ինչ, հատկապես երբ որ դու քննադատում ես Հայաստանի այս ոչ պոպուլյար իշխանությունները, բայց մյուս կողմից նաև մի քիչ ծիծաղելի է, չէ՞, ասենք բահերով ինչպես պետք է կռվեին, եւ երկրորդը անմիջապես խոսեցին Իսկանդերի մասին ու մի դեպքում հայ ժողովուրդը ընկել էր դեպրեսիայի մեջ, ոնց մենք զենք չունենք եւ մենք կռվում ենք բահերով, մյուս կողմից հանկարծ Իսկանդեր ունենք։ Հիմա ո՞րն է իրականությունը մեր ուժի եւ ընդհանրապես մենք կարող ենք այս ապրիլյան դեպքերից հետո խոսել, որ հայկական արցախյան բանակը տարածաշրջանում շարունակում է մնալ ուժեղագույնը, թե ոչ։ Շատ կարևոր հարց տվեցիք եւ ցավոք սրտի ապրիլյան իրադարձությունների ընդհանրապես այդ ամբողջ նյարդային էմոցիոնալ վիճակը նաեւ շատ հաճախ փակեց իրական խնդիրները եւ ստիպեց նաեւ եւ պաշտոնյաներին, տեղին եւ անտեղին եւ փորձագետներին ստիպված լինելով պատասխանել երբեմն շատ անհեթեթ հարցերի շուրջ, որոնք որ դարձել են քարոզչական, հակաիշխանական կամ հակառակը իշխանական ռոպագանդայի թեմաներից մեկը։ Եվ այդտեղ փորձեմ ինչքան որ ժամանակը ցույց տա այդ բոլոր հարցերին որոշ չափով անդրադառնալ, այն որ ասենք այս կամ այն ինչ որ մարտական հենակետում փամփուշտները կարան այդ պայն ավարտվեն, դա յուրաքանչյուր մարդ է, եթե ինչ որ չի լինում, ասենք, մատակարարում չի գալիս այլ երկրորդ, երրորդ ինչ-որ գծերից, դա նորմալ վիճակ է։ Խնդիրը նրանում է, որ այդ փամփուշտները կային եւ կային բոլոր պայմաններ, որ դա պիտի մատակարարվի, բայց քանի որ որոշ կետերում եւ դա նույնպես պիտի մենք ընդգծենք, հակառակորդին հաջողվեց այդ ճանապարհները եւ ճանապարհների եւ նաեւ այդ ասենք ժամանակի տեղի եւ առավելությունը ունենալ, ապա ինչ որ մի տեղերում այդ փամփուշտները չէին հասել, բայց այն որ փամփուշտներ կային եւ ոչ միայն փամփուշտներ, դա հասկանալի է։ Երբեմն այո, լինում է ասում ռուկապաշտի հանգամանքներ եւ մարդիկ ստիպված են օգտագործել, ասենք, լեռնակներ, ինչ որ ամեն ինչ որ հնարավոր է, դա մարդ է եւ դա խնդիր չէ։ Խնդիրը այն է, որ հակառակորդին հաջողվեց որոշ կետերում այդ, ասենք, սուրպրայզի, ասենք, առավելությունը ունենալ։ Այդ դա խնդիր է, մեկ։ Երկրորդը նաև մենք պիտի հասկանանք մի շատ կարևոր հանգամանք, որ նաև այդքան էլ ուշադրություն չէր դարձվել, որ գրեթե բոլոր, ասենք, հենակետներում, բոլոր տեղերում, որտեղ որ խոսքը գնում էր, ասենք, ինչ որ հետևակային մարտերի մասին,
Առաջի եւ երկրորդ օրերի ընթացքում ադրբեջանական կողմից մասնակցել են հատուկ նշանակության ջոկատները, էլիտար ստորաբաժանումները, որոնք որ պատրաստված չեն նմանատիպ ինչ-որ շատ թանկարժեք օպերացիաների համար, որտեղ նրանց նպատակները ավելի կարևոր են թիկունքում, ինչ-որ հատուկ նշանակության, ասենք, օպերացիաներ իրագործել, բայց Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը շատ լավ հասկանալով նաև իր այլ, ասենք, ստորաբաժանումների պատրաստության մակարդակը որոշել էր այդ սուրպրեզը օգտագործելու հետ մեկտեղ նաև օգտագործել իր ամենալավ պատրաստված զինատեսակ ստորաբաժանումները։ Հայկական կողմը բացառությամբ մի քանի տեղերի, որտեղ որ նույնիսկ կարելի ասել պատականությամբ մի քանի փոքր ստորաբաժանումներ հատուկ նշանակության կամ հետախուզական ջոկատներից իրականում մասնակցել են սովորական նույնիսկ ոչ թե պայմանագրային, ասենք, զինվորներ եւ 18-20 տարեկան եւ այն հանգամանքը եւ զարմանալին իրականում այն է, որ այդ բոլոր առավելությունները ունենալով ադրբեջանական կողմը այդքան էլ մեծ ինչ-որ տարածքային եւ դիրքային առավելություն չստացավ։ Դա շատ կարեւոր հանգամանք է։ Չնայած որ մյուս կողմից նաև մենք ունեցանք եւ նույնպես դա գաղտնիք չի, երկրորդ, երրորդ կամ առաջի օրվա ընթացքում խնդիրներ բարձրագույն եւ միջին օղակի կառավարման առումով, որը որ հնարավորություն չտվեց շատ արագ հակահարվածի այդ հնարավորությունը օգտագործել, որովհետեւ մի բան է, երբ որ դու, ասենք, ապրիլի 3-ին, 4-ին եւ 5-ին պատրաստում ես, մի բան է, երբ որ դու միանգամից ապրիլի 2-ին երկրորդ, երրորդ էշելոնի կամ ունեցած ստորաբաժանումներով հակահարված ես տալիս այդ տեղանքներում։ Դա ինչ որ վերաբերում էր այդ առաջի մասին, ինչ վերաբերում Իսկանդերներին։ Եվ միանգամից հարցը տամ, դա լավ է թե լավ չէ։ Դա մի կողմից լավը այն էր, որ Ադրբեջանը օգտագործելով այդ բոլոր առավելությունները, այդքան էլ իմ համար զարմանալի ձևով, ասենք, քիչ բաների հասավ, վատը այն էր, որ մենք ի վիճակի ենք եւ համոզված են, որ հնարավոր է ապրելին ավելի, ասենք, լուրջ հաջողությամբ ավարտել այդ էսկալացիայի եւ ավելի քիչ կորուստներով բնականաբար, որովհետեւ մենք նաեւ ունենք դեպքեր, որոնք երբ որ արդեն հետագայում սովորական նույնիսկ, ասենք, հրետանու մարտական որակների հետ զիջելով մարտական օգտագործմամբ մենք բավականին հաջողակ ենք եղել, հայտնի այդ, որ երկրորդ, երրորդ էշելոնում մեր հրետանին չափազանց էֆեկտիվ աշխատել է։ Չնայած որ, ասենք, որակապես ադրբեջանցիք ունեին այդ պահին սովորական հրետանու առումով նաև առավելություն, բայց դու գիտես, դա եւ հակաօդային պաշտպանության, ասենք, առումով եւ ուղղաթիռների դեմ եւ նաև այդ դրոնների դեմ։ Իդեպ նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը օգտագործեց դրոնները, որոնք որ ոնց ես հասկացա, իրանք չէին նախատեսում օգտագործել, որովհետև դա միշտ ռազմական գործողությունում այդ սուրպրեզի հանգամանքը կար եւ շատ տարօրինակ է, որ ադրբեջանցիք օգտագործին ամենաէֆեկտիվ իր զենատեսակներից մեկը այդ հակատանկային միջոցներն էին, Spike-երը եւ այդ կամիկաձե դրոնները, որոնք որ պրինցիպի ոնց հասկացա իրանք ի սկզբանե չէին բան, որովհետև զգացին, որ ինչ որ մի պահ արդեն վերջի օրերին իրավիճակը դուրս է գալիս, ասենք, հսկողություն եւ հայկական կողմերը կարան լիովին վերականգնեն այս առաջնագիծը։ Դա ինչ որ վերաբերում, ասենք, այդ ցամաքային մարտերի առումով, ինչ վերաբերում ռազմավարական մակարդակով այդ խնդրին, թե Իսկանդերների դեպքում ես մեծ գաղտնիք չեմ ասելու եւ դա արդեն ակնհայտ է, Իսկանդերները եղել են Հայաստանում միջև ապրիլյան իրադարձությունները։ Եվ մերոնք չեն օգտագործել։ Ավելին ադրբեջանական կողմը համոզված եմ նույնպես տեղյակ էր դրա մասին եւ հայկական կողմը չի օգտագործել դա եւ իմ համոզմամբ նաեւ այն հանգամանք, որ մենք խոսում ենք, ասենք, ինչ որ 4-օրյա պատերազմի մասին կամ այն ռազմական գործողությունների ընթացքը, որը որ տեղի ունեցավ ապրիլին, դա մեծամասամբ նաև պայմանավորված էր այդ Իսկանդերները եւ ոչ միայն Իսկանդերները, այսինքն մենք գիտես ունենք Սկադեր եւ այլ զինատեսակներ, բայց ադրբեջանական կողմը համոզված է, որ իրանք կարա մի երկու բլուր վերցնել եւ դրանով կանգնել, եթե հիշում ես, հենց ապրիլի 2-ին 3-ին ադրբեջանական կողմը սիգնալներ էր ուղարկում, որ եկեք լավ, այս մենք վերցրեցինք, դրանով վերջացնենք, որտեղ հասկանալի է, որ իրանց նպատակը քաղաքական էր, այլ ոչ թե ռազմական, որտեղ եթե նպատակը ամբողջ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումը, դա որակապես այլ ռազմական օպերացիա պետք է լինի։ Իսկ եթե իրանք մտածում են, որ այդ ձևով են անում, դա իսկապես շատ հիմար ձև էր, ես չէի ցանկանա հակառակորդին այդ աստիճանի չգնահատել։ Հետևաբար ադրբեջանական կողմը ուներ, ասենք, հույս, որ կարան այդ ցածր կամ միջին մակարդակի օպերացիան հաջողվի
ու դրան չգնալ։ Իմ կարծիքով, ես այստեղ իմ սեփական կարծիքն եմ հայտնում, միգուցե նաև ասենք առանց որևէ պատասխանատվությամբ, ես համոզված եմ, որ գոնե ապրիլի 4-ին, 5-ին, գոնե ձևականորեն, եթե ոչ իսկանդարներով, այլ զինատեսակներով, ասենք հնարավոր էր, ոնց որ ասում եմ, ընդգծել մի հարված ոչ թե ասենք էներգետիկ, ասենք պոտենցիալներն, այլ կողմը ցույց տալ, որ ադրբեջանական կողմը եւ հասարակությունը հասկանային ավելի հստակ պատերազմի գինը։ Դա չէր արվել։ Չէր արվել նաև այլ բան, հեչ անպայման չէ որ ինչ որ իսկանդերներով կամ սկադերով խփեին, հնարավոր եւ պիտի արվեր գոնե ինչ որ մի հենակետում եւ կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, այդ հենակետը պիտի վերցվեր։ Եվ դրա հրամանը չէր տրվել, այդ խնդիրը դա էր, այլ ոչ թե այն բոլոր խնդիրները, որոնց շուրջ ցավոք սրտի էմոցիոնալ այդ հանգամանքից ելնելով շատ հաճախ ոչ մասնագիտական կամ հակառակը չափազանց քաղաքականացված եղել է քննադատություն։ Խնդիրներն եղել են եւ շատ լուրջ խնդիրներ եղել են եւ դրա մասին պիտի խոսենք, բայց դա քանի որ այն ոլորտն է, որը նաեւ որոշ եւ մասնագիտական եւ նաեւ ինչ որ բարոյական պատասխանատվություն է պահանջում, այստեղ կարծում մենք պիտի ավելի զգուշավոր լինենք։ Սերգեյ, Հայաստանի արտգործնախարար այս զորավարժությունները, որի սկզբից մեր զրույցի խոսեցինք, որակել է իրավիճակի ապակայունացման հերթական փորձ։ Սա նշանակում է, որ երբ որ մենք ենք անցկացնում նման զորավարժություն, իսկ նման զորավարժություն մենք անց ենք կացնում, դա էլ մեր կողմից է ապակայունացում, թե սա դիվանագիտական գնահատական է։ Նո, առաջինը ասեմ, որ պարզապես հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունների, ասենք, հանգամանքը, նաև այն զորավարժություններ, որոնք որ մենք անցկացրել ենք կամ Հայաստանի զինված ուժերը կամ պաշտպանական բանակը հետ ապրիլյան, ասենք, ընթացքում նման մասշտաբներ չեն եղել։ Եվ հետո մենք դու գիտես, որ ադրբեջանական կողմը այդ Եվրոպայում սովորական սպառազինությունների այդ պայմանագրի շուրջ միջև դա էլ նույնպես ինքը փորձում էր ոչ փորձում, որ ձև չի արձագանքում եւ ուղակի խախտումով է տեղի ունենում, երբ հայկական կողմերը այն զորավարժություններ, որոնք որ իրագործում է Հայաստանի Հանրապետությունը, միշտ տեղյակ են պահում։ Այդտեղ որ եւ այստեղ մեր արտգործնախարարությունը ուներ ֆորմալ շատ հստակ մի, ասենք, հնարավորություն դրա մասին դրա վրա հիմնելով նշել, որ դա, ասենք, պրովոկատիվ ոչ միայն նրա համար, որ ադրբեջանցիք դա անում, այլ նաեւ հաշվի առնելով, որ հակասում է այն պարտավորություններին, որոնք որ նաեւ Ադրբեջանը ունի այդ սպառազինությունների վերահսկման փաստաթղթի շուրջ, որ գիտենք այս պայն երբ Ռուսաստանը դուրս է եկել ինքը չի աշխատում, բայց համենայն դեպս ինքը գոյություն ունի եւ այդպես որ ֆորմալ առումով այստեղ հիմքեր կային հիմվելու մեր արտաքին գերտասության առումով։ Եվ շատ վերջին ամենակարճ խնդրում եմ պատասխան տվեք, դուք ինչպես եք գնահատում այս 1000 դրամի պատմությունը, որը էլի էմոցիոնալ դաշտում է քննարկում եւ նաեւ քննարկում է շատ դեպքերում շատ ոչ բարեկիրթ ձևով, ինչ ասենք, ովքեր որ դեմ են արտահայտվում, անվանում են տականքներ մասնավորապես, դուք ինչպես եք վերաբերում, երբ որ մենք պետք է ամեն ամիս 1000 դրամ մուծենք այն զինվորների համար, որոնք ցավալիորեն պետք է զոհ դառնան այս իրավիճակին եւ հաշմանդամներին, ինչպես եք դուք այս գաղափարին վերաբերվում։ Ես համոզված եմ, որ Հայաստանում որևէ մարդ չկա, որը որ այդ գաղափարին բացասական վերաբերել։ Բայց այստեղ ես կարծում եմ խնդիրը նրանում է, որ մատուցման կամ կոպիտ ասելով ձևը այնքան նաև ոչ պրոֆեսիոնալ ձևով ներկայացվել էր, որը որ բերեց շատ նմանատիպ էմոցիոնալ եւ ես կասեի ոչ թե զարմանալի, հակառակը սպասելի արձագանքին։ Այստեղ տեխնիկական առումով աշխատելու տեղ ունի եւ պաշտպանության նախարարությունը եւ ասենք փորձագիտական դաշտում եւ կարծում եմ այստեղ պետք է արվեն հետևից, որովհետեւ ելի եմ կրկնում, ես համոզված եմ, ես շատերի հետ եմ խոսել, որ որևէ մեկը չի ասել, որ մենք դա պիտի չանենք, բայց կա նաեւ ձևեր, նաեւ պիտի շատ լավ հասկանան, որ կա սոցիալական մի զանգված բնակչություն, որը որ իրականում այդ մենք բոլորս այդ վճարումները անում, որտեղ մենք տալիս ենք հարկեր եւ այլն եւ այլն, բայց երբ որ դու դա ներկայացնում ես նման ձևով, որը որ նաեւ մարդկանց, որոնց համար այդ 1000 դրամը իսկապես լուրջ գումար է, դա զայրացնում է, բայց մեր հասարակությունը նաեւ ապրիլյան իրադարձությունը ցույց տվեց, որ ոչ թե այդ 1000 կամ տասնյակ հազարը, որ մարդիկ ավելի մեծ ինչ որ զոհողություններին են պատրաստ են գնալ, եթե դա բերվում է ավելի քաղաքակիրթ ճակերտներում ձևով, որը որ նաև պիտի որը որ կարող բերեր հակառակը հասարակության
համախմբանը, այլ ոչ թե այդ զայրույթին, որով մենք տեսանք։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանի հետ, շարունակեք հետևել Civilnet-ին եւ պարզապես ամփոփելով ես կրկնեմ, շատերը գուցե դրան ուշադրություն չեն դարձնում, խոսքը կրկին այդ 1000 դրամների մասին չէ, որովհետեւ Հայաստանի պաշտպանության բոլոր ծախսերը եւ ընդհանրապես Հայաստանի բյուջեն ձևավորվում է մեր հարկատուների հաշվին։ Շարունակեք հետևել Civilnet-ին։